Աշկես բումբումի Ժպիտը կոտակի տոտաները բումբումի Սիրո լծրուսը տերը դու ամենքի Սիրո լծրուսը տերը ամենքի Սիրո լծրուսը տերը դու ամենքի Ողջույն իմ սիրելի հեռուստատող բարեկամ, այսօր կրկին դուք գտնվում եք Սենդորիի թագավորությունում։ Մենք այսօր նորից խոսենք ոտքի հարվածների մասին։ Ոտքի հարվածները, քանի որ լինեն գեղեցիկ եւ ճկուն, պետք է լինեն այն բացված։ Ուրեմն, որպեսզի ցանկացած դիրքից կատարվեն ցանկացած հարվածներ։ Իմ թակագին սեմպայի բարեկամ, այս ինչ է պատահել այս փոքրիկներին, ինչ է եղել այս ոտքերից։ Պարոն բուն, ոտքերն ենք բացում։ Ինչ եք անում։ Ոտքերն ենք բացում, որպեսզի ավելի գեղեցիկ հարվածները կատարվեն։ Ավելի գեղեցիկ, կոտրվել է ոտքերը, ջարդվել է ոտքերը։ Ոչ, պարոն բուն։ Ոչ, պարոն բուն։ Ոչ։ Ոչ, չեն կոտրվել։ Չեն կոտրվել։ Ոչ։ Իսկ այս ինչ է պատահել, հա։ Ոչ մի բան, պարոն բուն, ոտքերն ենք բացել։ Աստորեն սա ձեր թագավորության հնարքներից մեկն է։ Անպայման։ Որպեսզի հարվածները լինեն գեղեցիկ։ Պետք է ոտքերը լինեն բացված։ Հա, հիշեցի։ Ես երբ որ Ճապոնիայում մեր թվարկությունից առաջ 5668 թվականն էր։ Ես սամուրայներին սովորեցնում եմ, ախր մոռացել եմ։ Հիմա կտեսնեք, թե ինչպես եմ կատարում այս հնարքը։ Ստացվեց։ Ոչ, չստացվեց։ Մոռացել եմ։ Ոչ, չստացվեց։ Ոչ։ Հիշեցի։ Այսպես չէ։ Ստացվի։ Ոտքերս թուլացել են, չեմ կարող գալ։ Ինչպես այսպես ստացվեց, հա? Հա, սեպայ։ Չի ստացվում, սեպայ։ Լավ, դուք իմ շատ սիրելի հեռուստադիտող փոքրիկ բարեկամներին սովորեցեք այս հնարքների գաղտնիքները։ Ես մի քիչ հետո կգամ, հա? Ավելավի ես վերադառնամ բումբումիկ թագավորություն։ Բաբաբեբում։ Ուրեմն պետք է աշխատանքի ժամանակ անպայման ճակատը հասցնել հատակին, անպայման պետք է կրծքավանդակը հասցնել հատակին, փորձում եք, փորձեցիք, ահա, ուղեցիք մեջքը, աշխատացնում եք կոնքը դեպի ձախ կողմ, դեպի աջ, փորձում եք ճակատը կպցնել ծնկին, Սիրելի հեռուստադիտող, եթե դուք եք ուզում մարզվել այս մարզաձևով, կարող եք զանգարել տվյալ հեռախոսահամարով 091 56 11 77 կամ այցելել տվյալ հասցեներում Մամիկոնյանց 52 հասցե եւ Շիրազի 169 դպրոց։ Մեր մարզադպրոց կարող են այցելել 5 տարեկանից բարձր տղաներ եւ աղջիկները։ Սենդորիի դռները բաց են բոլորի առջև։
Բարև ձեզ փոքրիկներ, այսօր ես եւ Անուլիկը այնքան քաղցած ենք, որ միասին իրար համար կսարքենք շատ համեղ աղցան, համաձայն ես։ Կտրենք։ Սկսենք կտրել։ Դու լոլիկն ես կտրում, վերցրու։ Ահա, իսկ ես կտրում եմ վարունգը։ Լավ։ Համաձայն ես, որ վարունգը կտրենք մի քիչ տանք պուպուշի։ Հա, որովհետեւ ինքը այնքան շատ է սիրում վարունգ։ Այսպես հեսա կտրեմ։ Վերցրու վարունգը։ Դուր։ Չքցես, պահի կվերցնի։ Այդ է, կվերցնի։ Դուր։ Այ շատ ապրես։ Աննա, դու քանի տարեկան ես։ 4 4 տարեկան է մեր Աննան։ Իսկ դու մանկապարտեզ գնում ես։ Այնտեղ ինչ եք անում։ Կպապես մի քիչ։ Ասա։ Դասին գնում ու փլավ, մեկ էլ հաց, մեկ էլ չայ խմում։ Մեկ է չայ եք խմում, թե եք խմում։ Իսկ ասա տեսեմ, այնտեղ չեք խաղում։ Սեն բանես չեն խաղում։ Սենց բաներ չեք խաղում։ Տունտունիկ չեն խաղում իրենք մանկապարտեզում։ Մենակ էստեղ ենք մենք տունտունիկ խաղում, չէ՞։ Հիմա այս վարունգը լցնեմ ափսեի մեջ։ Ես էլ մտածում Ես կարամ մենակս միջով տախտակը բրդեմ, միջով լաչեմ։ Կարողանում ես։ Շատ ապրես։ Մեր տունը արել եմ։ Իսկ ասա տեսեմ դու մայրիկին շատ ես օգնում։ Ինչ ես պատրաստում իր հետ։ Իր հետ թան, Մենակ թան։ ակրոշկա, ճաշ, Դու կարողանում ես ճաշ պատրաստել։ Այ ապրես, դու ինչ խաղեր ես։ խաղում ենք ժիլինա, դուսը ուտում ենք աղեջողիկ ու հաց, Հաց շատ ես սիրում։ Հա, կերել եմ դուսը, դուրսը։ Իսկ տանը ուտում ես, թե մենակ դրսում ես հացիկներն ուտում։ դրսում ուտում եմ, Դրսում ուտում ես, ապրես։ Իսկ Զիլինա ընկերուհիներիդ հետ ես խաղում։ Զիլինա որ մեկն է, որ սենց երգում է Զիլինա, հոպ Զիլինա։ Այդ է Զիլինան։ Ես էլ եմ խաղացել, գիտես։ Իսկ Սևան չես գնացել։ գնացել եմ, Ինչ եք անում այնտեղ, հլը պատմի։ ընդեղ մենակս մտել է ջրի մեջ լողանում էի, Հետո չէի Հետո- վախենում։ հետո մամաս եկավ մտավ ջրի մեջ իմ հետ լողացավ, Հետո դեն արև եկավ մտավ ջրի մեջ, Վայ, արևն էլ ա ձեզ հետ լողացել։ Ես չգիտեմ, որ արևն էլ լողանալ գիտի։ Իսկ արևը քեզ հետ լողացավ, թե դու արևին ասեցիր, արև հեռու գնա։ Ինչ ես ասել արևին։ ասել եմ արև արի իմ հետ լողացի, Իսկ դու այդ երգը գիտես արևին։ Արի երկուսով երգենք։ Արև, եկ, երգի իմ հետ։ արև, եկ, Դիկ, քարին վեր, եկ։ Ասա։ տիկնիկ, քարին, եկ, Այսինքն այստեղ հա լոլիկը։ Արի։ Կարող ես ինքդ։ Մեր Անուլիկը կարողանում է ինքնուրույն համ կտրատել, համ լցնել մեր ափսեի մեջ։ Ապրես, ես քեզ օգնեմ, լավ մի փոքր այսպես։ Հիմա ինչն ենք անելու։ Կտրատենք կանաչին։ Լավ։ Այստեղ եմ այստեղ։ Խնդրեմ, վերցնենք կանաչին, վերցրու։ Մեկ հատ։ այսքան, Այսքան, մի քիչ էլ ես կտրեմ։ Այսքանն էլ ես կտրեմ։ Այսպես։ Արագ կտրատենք, որպեսզի տոշածենք մեր համեղ աղցան։ Յա, պուպուշ, ար, քեզ կտանք մի հատ էլ։ Կտաս։ Իսկ դու կենթանիներ սիրում ես, Անուլիկ։ Որ կենթանին ես ամենաշատը սիրում։ նապաստակ, Նապաստակ, իսկ դուք տանը պահում եք նապաստակներ։ պատվալում բայց, Կարող ունեք։ Իսկ իրենք ինչ են ուտում։ հան, Ինչ են ուտում նապաստակները։ ուտում են ոչ մի բան, Վայ, նապաստակները ոչ մի բան չեն ուտում։ մեր նապաստակները չեմ, մեր նապաստակները չեմ, Իսկ ձեր նապաստակները անուն ունեն։ Ինչ է նրանց անունը կասես։ նապաստակ,
Նապաստակի անունը հետո։ Իսկ մյուս նապաստակի անունը։ Նապաստակ։ Էլի նապաստակ։ Երկու նապաստակների անունները անուլիկ են ստան, երկուսն էլ նապաստակ է անունը։ Նապաստակի անունը նապաստակ է։ Հիմա որ մեկն է նապաստակը։ Իսկ դու իրենց տարբերում ես։ Ինչպես ես կարողանում տարբերել գույներով։ Կասես ինչ գույնի են։ Սաղ սպիտակ։ Սաղ սպիտակ են։ Բոլոր նապաստակները ձեր տան սպիտակ են։ Այ ապրես դու։ Կարողանում ես կտրել, թե քեզ օգնեմ։ Կարող։ Կարող ես։ Մատիկը զգույշ։ Զգույշ մատիկը։ Փոքրիկներ, դուք նույնպես զգույշ եղեք դանակներից։ Անպայման, երբ գնում եք խոհանոց, մայրիկների հետ գնացեք, որ հանկարծ ձեր մատիկները չկտրատեք, լավ։ Թե չես է ցավում, ես իմը կտրատել եմ, շատ ցավոտ է։ Հանկարծ զգույշ գնես, դու էլ չկտրես, լավ։ Ապրես դու։ Քո կտրատած կանաչին էլ լցնենք վրան, այսպես։ Վերջացրեցինք, ճիշտ է մեր աղցանը։ Հիմա ինչ պետք է ասենք մեր փոքրիկ հեռուստադիտողներին։ Բարի ախորժակ։ Բոմբոմիկ շոու